Երկիր հնամյան երկիր հայրանի Եթե ես երաժիշտ կամ երգահան լինեի, Հայաստանին ու հայ ժողովրդին զոհված մի փառահեղ պատարակ կամ սիմֆոնիա կգրեի, նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների համար։ Ահա դարերի խորքից, պատերազմներից ու ասպատակումներից ավերված ճամփաներով հրի ու սրի միջով դեպի մեզ է գալիս մի հոգնած, վիրավոր, բայց համառ ու տոկուն ճամփորդ։ Ինչքան ավելի են ամես մոտենում, այնքան ավելի շիտակ է դառնում նրա կեցվածքը։ Տեսքը վայելուչ ու խրախտ, կոտորածի ու գաղթի, թալանի ու հրդեհի, լացի ու կոցի փոխարեն խաղաղ կյանքի ու աշխատանքի կանչեր են լսվում։ Եվ նրա ավեր ու ավարջամփին շատանում են կոթողներն ու շենքերը, երգն ու ծիծաղը։ Ով ես դու, ճամփորդ։ Ես նա եմ, ում տանջանքը տասնյակ տարիներով է չափվում, իսկ կյանքը տասնյակ տարիներով միայն։ Նա դարեր շարունակ տառապել է պատերազմներից ու կոտորածներից, բայց ձգտում է միայն խաղաղ կյանքի, ստեղծագործ աշխատանքի ու հարատևության։ Այն արդար ցորենի արտն եմ ես, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուծիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, որից փրկված մի բուռ ցորենը պիտի հասնի գալիքի ցանկին և շռայլ բերք տա։ Խաղողի այն համան ու տոկուն որդն եմ ես, որի արմատները հասնում են մինչև Հայաստան և Նայիրի, իսկ պտուղն ու տերևը հասունանում են վաղվա արևի ցողից և լցվում վաղվա արևի ցողով։ Ես ինքը կյանքն եմ, հարատևումը, անմահությունը, ես նա եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, պես մահ չունի։ Ինչ կարող էին ինձ անել իմ անհամար դահիճները, երբ նրանք ընդամենը սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը։ Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ իմը մուրճն ու գրիչը, իսկ ինչ կարող է անել ամենի զորեղ տեգը մուրճի դեմ և ամենասուր յաթաղանը գրչի դեմ։ Իսկ ո՞րն է քո երկիրը, ճամփորդ։ Իմ երկիրն այն է, որ գտնվել է բիբլիական Արարատ լեռան ստորոտում, առաստաղտի ներքո, և որտեղ կյանքը դարերով դժոխքի էր նման։ Այն երկիրը, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու աղ է եղել և արտահանվել որբ ու գաղթական, ներմուծել ոչի ու խավար, լույս ու անչար արտահանվելով, գազանության և բռնության տենչ արտահանվելով։ Քարաշատ այն երկիրը, որտեղ քարից էր միայն Հիսուսի տունը, եկեղեցի, բայց շատ անգամ քար չէր ճարվում նահատակների շիրիմների տնելու համար։ Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարի շարունակ իրենց բաշը ջրերեն են խփել, անկործությունից գազազել ու պղտորվել, ծավ թողնելու մի քայլ հեռու ընկած հողերը, այս պիտի լույս ու կանաչ դառնային։ Այն երկիրը, որի հողը տարեր շարունակ որոկել է քարը քրտիկով, բայց պիտի մարդուն տարեր շարունակել կուտակած իր քաղցրությունից։ Հնոց մագաղատների ու գրքերի այն երկիրն, որն իր 36 տարերով խիզախ ճակոտով տարեր շարունակ դիմադրել է իրեն ու ձուլել ոչացնող, սպառնացող բոլոր ոսողներին։ Այն երկիրը, որի սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա օտարափերում կրունկի պես թևածող, երգը հիմա հասնում է առար աշխարհին։ Իսկ որտեղից ես դու գալիս, ճամփորդ։ Հայասա երկրից եմ ես գալիս, որն ինձ պատկամեց, թե ինքդ քեզ հայասա, և որը մարդկության հնագույն օրաններից մեկն է աշխարհում։ Նայիրի երկրից եմ ես գալիս, անցանց գետերի ինքնիշխան երկրից և Բիանա երկրից, որտեղ բերդեր են կառուցում և փորագրում Երևանի Զենջան-Սեփակիր վրկայականը։ Գեղարքունյանց Սևանան լճից եմ գալիս, որտեղ Արգիշտի արքայե խնճուկների համար որսում է այն արքայական ձուկը, որի վրա հենց են գլխից իմ ցեղարյան հետքերը կային։ Տիգրանակերտից եմ գալիս, որտեղ ամուր դրի 3 ծովի ջրերով ողողող իմ հզոր պետության գահը և Արտաշատից, հայոց Կարթագենից, որտեղ մի օր բեմ դուրս բերի հռոմեացի գոռոզ զորավար Մարկոս Կրասոսի կտրված գլուխը։ Ավարայրից եմ գալիս, որտեղ իմ թեթև հետելազորը թեև տրորվեց պարսկական ծանր փղերի տակ, սակայն բռնակալ հասկերտն իր հողը կանչեց, սարսափած իմ ապրելու և տևելու զորեղ հավատին։
Սասնաբարձիկ սարերից եմ գալիս, որտեղ հույսս կտրած թագավորից և իշխաններից ապավինեցի թագավորին և հրաշքին։ Որտեղ ասեց, որ չեմ եղել ես, և որտեղից ասեց, որ չեմ գալիս։ Արտաշատից մինչև Տիգրանակերտ և Աղաշապատից մինչև Դվին ու Անի ես դար ու դարեր ազատամարտ եմ մղել, Հռոմեացու և Պարսիկի, Բյուզանդացու և Արաբի, Սելջուկի ու Մոնղոլի, Թաթարի ու Թուրքի դեմ, հանունի միթից մնացած հողի ու մի բուռ մնացած ժողովրդից գոյության։ Անի մայր քաղաքից եմ գալիս, Կերբաց ու Անից, որը հարություն է ունում նոր Երևանի շենքերի մեջ։ Կապույտ ծովի ալիքներով ողողված ճգնաղ Կիլիկիայից եմ գալիս, որտեղ մի օր վերջ դրին իմ անկախության վերջին հույսին։ Սյունիքի բարձր ու անարիք լեռներից եմ ես գալիս, որտեղ ահեղ հողմերի խաչմերուկում անտեղ եմ գալիս։ Պարսից հարկահաններից, փրկված գյուղերից ու քաղաքներից եմ գալիս, Սուրթանի լճի տակ հեծող գյուղերից ու քաղաքներից, որտեղ ամեն զեյթուն պայթում էր և ամեն սասուն սասում։ Տեր-Զորից եմ ես գալիս, սիրիական անապատներից, որտեղ խոշտանգեցին ինձ, բայց ես չմեռա, ջարդեցին մեջքս, բայց ես նորից շտկվեցի, սպանեցին ինձ, բայց ես վերստին հարություն առա։ Մուշից եմ գալիս և Շատախից, Անդոք Սարից ու Վանա Այգեստանից, Ուրֆայից, Հաջնից ու Մուսալեռեմ կատարից, որտեղ զենքը ձեռքից պաշտպանել եմ իմ տան պատիվը, իսկ ապա ավաղցուփը ձեռքից ցրվել աշխարհով մեկ։ Ծարդարապատից եմ գալիս, որը հրավարայր դարձավ ինձ համար, և որտեղ ես, թեև արյունակամ, կասեցի ու դահիճների զարդավշավը, իմ սեփական հողում միտից հող նվաճեցի, մի բուռ որբերիս ու գաղթականներիս համար։ Արագացի լանջերից եմ գալիս, որտեղից մի օր սանձեցին տիեզերական կապույտ նժույգը և բյուրականից զրույցի եմ նստում հեռավոր մոլորակների ասերի հետ։ Երևանից եմ գալիս, դարավոր ու նոր Երևանից, որ իմ նոր Տիգրանակերտն է, Արտաշատը, Դվինը, Անին ու Սիսը միաժամանակ։ Միայն անունի
միթե մի անուն ունեմ ես եւ կարող էի միայն մի անուն ունենալ, երբ ապրել եմ բոլոր դարերում, աշխարհի բոլոր ծայրերում եւ եղել եմ ռամիկ ու իշխան, հոգեվոր ու աշխարհական, զորավոր ու որմնադիր, ճարտարապետ ու պատմիչ, ծաղկող ու գրիչ։ Այգ է իմ անունը, հայտուցածն եմ ես, որը նախընտրեց թողնել բերի հողն ու դրախտ եւ ապրել 4 ժողերերի վրա։ Ես որ իմ անունը տվեցի իմ զորքին Հայկ ու Հայասա։ Արա իմ անունը Զանթոնքի ու Գանան, մերող ու վերստին, հարություն առնող բնության, ոգին եմ ես, խորհրդանիշը իմ անընդհատ ներնող, բայց միշտ հարություն առնող ժողովրդի։ Տիգրանն եմ ես, մեծ Տիգրանը, ամենից զորեղ սուրը հայոց երկրի, որի հարատևելու երազանքը 7 անգամ ավելի զորեղ է իմ սրից։ Թվում է, թե Տիգրաննեցի վրաններն են հավերժական, աշխարհայերտ կրվից դարձած աստեհավերժ նա բանակել, դարեր անցան, բայց ոչ մի հող, ոչ մի վրան դեռ չի պոկել, եւ հրազդանն արծաթապալ զորն է անմահ զորավարի, որ մերկացած դուրս է գալիս մոլ պատյանից լեռնապարին, եւ մասից է գլխին կահում սաղավարտը Տիգրաննեցի, որ ճողում ինչպես պահին աշխարհակալ վերադարձի։ Ես մեծ շրով Մաշտոցն եմ, գիշատված էր իմ հայրենիքը, նենք Բյուզանդիոնի և Գորոս Պարսկաստանի միջև, և նրան չեր փրկի, ոչ Տիգրաննեցի սուրը և ոչ էլ Գրիգոր Լուսավորչի խաչն ու կանտեղը։ Քանի դեռ մենք չենք դրոշմել մեր անուն այս հողի վրա, հայոց լեզվով ու հայերեն տարերով։ 36 տար եմ ես ձեզ կտակում, մի համար ժողովուրդ ու երկիր, որին ման չկա, քանի դեռ նա պահում է իր հավատքը, լեզուն, գիրն ու գրականությունը։ Որ մեր լեզուն, մեր երկիրը և մեր ոգին հայկական, աշխարհային հողմերի դեմ կանգուն մնա մշտական։ Ստեղծեցիր մեր գրերը, մեր սրերը փրկության, ով դու զավակ բազմախորհուրդ աշխատավոր հայության։ Այդ գրերով մեր ոսկեբար մատյանները գրվեցին, մեր երգերը թևեր առան, աշխարհով մեկ ծրվեցին։ Իսկ ես կլինեմ Վարդանը զորավար, ով իր մահով հաղթեց մահին, իմ մահով հաղթեցի ուրիշ ժողովրդի, անմահ երգ ու զրույց դառնալով հայ ժողովրդի երախտապարտ սրտում։ Խորենացին եմ ես էի, որ հայոց պատմության անհուշ ժամանակներից եկող վարարած կետը դրեցի հունի մեջ, որպեսզի նա հավերժ հոսի և հավերժ խոսի մեր փոքրաթիվ ժողովրդի մեծ սխրանքների մասին։ Ես Անանյա Շիրակացին եմ, և ես էի առաջինը, որ իմ ժողովրդին աշխարհի քարտեզը ցույց է տվել, և Հայաստանի տեղը աշխարհի քարտեզի վրա։ Սասունցի Դավիթն եմ ես իջած եկեղեցիից, բայց ավելի իրական, քան հայոց լեզվի ամենաիրական և վավերական հերոսները։ Ես Սմբատն եմ, Սմբատ Զարևանցին, երբ ազատ աստված սոս կորոն դարձավ, իսկ հավատը միայն եկեղեցի։ Ես էի, որ հանդգնեցի Սուրբ Արսասներ այն խաչի դեմ, որը վերստին խաչափայտ էր դարձել, Հիսուսի պես չարչարվող հայրամիքի համար։ Այդ նովա եմ ես քաչ գիտեմ 4 լեզու հայերեն, վրացերեն, պարսկերեն ու թուրքերեն և էլ մի լեզու երկի համար լեզու, որով կամ կլինեն դարեդար։ Աբիլյան եմ ես, անունս Խաչատուր, ես եմ որ Մարսիաց գագատից տեսա իմ երկիրը, խավոր ու ծախոր, փրկության լույսը, Հայաստանի վերքը երկ դարձին և անհետ կորով։ Կոմիտասն եմ ես, հայոց երկի տաճարի հայվեժական զանգահարը։ Ես էի, որ մաքրեցի հայոց երկի միշտակակաչ առուն օտար թեղմից ու պղտորությունից, և նրա ձայնը լսելի դարձի առար աշխարհում։
Զորավար Անդրանիկն եմ ես, դարեր շարունակ տարապած իմ ժողովրդի վրիժառու ոգին, որն արծվի նման սավառնում է հայոց լեռների վրա, թեև դառնացած ու հուսահատ ես թողնի իմ հայրենի հողը, բայց այնտեղ է իմ սուրը, որը ցոքից անգամ սարսափում են մեր ոսողները։ Թումանյանն եմ ես, լոռու բարձրապես լեռների ու հայց վշտի խոր անդունների երգիչը, այդ ես չի գրում, իմ ձեռքով գրում էին հայոց լեռներն ու ձորերը, վիշն ու հավատը, հայ ժողովուրդն է գրում իմ ձեռքով իր տարեր ասպատակված քարավանի մասին, որն անհատների գանձեր է բերում, տարերի խորքից։ Մեր ուխտը, մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս, գնում ենք մեր ճամփով, մառիկներով պատած անհույս, սև խավարով մութ ամպով, մենք անցել ենք արյան ծովեր, սուր ենք տեսել ու կրակ, մեր ճակատը դեմ ենք արել, մառիկներով հակառակ։ Ու թեպետ և պատար, մեր դրոշը սրբազան, ու մենք չունենք տեղ ու դադար, երկրից երկիր ցիրուցան, բայց գնում ենք մենք անվեհեր, զարկերի տակ չար բախտի, մեր աչքերը միշտ դեպի վեր, դեպի լույսը մեր ուխտի։ Ալեքսանդր Թամանյանն եմ ես, երջանկագույնը ճարտարապետի մեջ, որն ապրեց մի երկրում, որտեղ կառուցում էին մի ամբողջ ժողովուրդ։ Ես էի, որ երջանիկ մի օր նախագծեցի իմ դարավոր շինարար ժողովրդի դարավոր երազը, նոր Երևանը, որի նման նա չել ունեցել երբևէ։ Իսահակյան եմ ես սիրում էի իմ հայրենի հողը, բայց նա ինձ համար երջանիկ հայրենիք չդարձավ, որովհետև գեղեցիկ էին նրա լեռներն ու ձորերը, իսկ նրա որդիները տարապում էին Արյան ծովի մեջ։ Աբուլալայի քարավանն առած ես հեռացա իմ հայրենիքից և երկար թավալեցի օտարափերում, մինչև Հայաստանի վերածնության զանգերը ինձ տուն կանչեցին և ես հավերժական հանգիստ գտա հայրենի հողում։ Ավետիք Իսահակյան, ես ձեզ եմ ասում, կգա ոգուսով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հապրած որկորով հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ, դուք, որ ձեր ծաղրով արհամարեցիք, հոգու վարզեղմունք միտք ու երազանք, նյութի տաճարում արփած մարեցիք, մոռացած անմահ անունի տենչակ, դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ, ձեր նյութի հանդեպ կգա ոգուսով, և մուրացքի պես փշրանքի համար, ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։
որոշում։ Միջնադարյան ծաղկողների պտղունց այր պտղունց հավաքած Ֆորթան կարմիրն ու ոսկին, կապույտն ու կանաչն ինձ հասան։ Ես էի, որ համաշխարհային նկարչության քարտեզի վրա նշեցի հայոց երկրի որոշակների տեղը ու անխախտ սահմանները։ Ես Ասաետ Վիկտոր Համբարձումյանն եմ, փոքր է հայոց երկիրը, իսկ նրա սահմանը բյուրականից մինչև աստղերն են հասնում, և ինձ հետ դույով են խոսում հեռավոր աստղեր ու մոլորակները։ Պարուր Սևակն եմ ես կյանքիս մի բան էի պահանջում էի, որ ամեն ինչ լինի միանգամից և միանգամից եղավ, բանաստեղծ դարձամ միանգամից, ճանաչվեցի միանգամից, բոլոր դակներն ու կոչումներն ստացա միանգամից։ Ես իմ ժողովրդի հավատային զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն էի, տաղանդով ու համոզմունքով։ Ես գիտեի, որ ուրիշի վիշտ չի լինի, ու ես կարողացա ամբողջ աշխարհին կարեկցեի բառ ու բանիվ, իսկ բառը իմ գործն էր, ճակատագիրն ու կարոտը, ականջ դրեք իմ եռաձայն զանգը կտեմ պատարագներին։ Այն երիտասարդ հայ մասնագետն եմ ես, որի ձեռքով պատրաստված ժամանակակից սարքերը հասնում են ոչ միայն աշխարհի հեռավոր ծայրերը, այլև աստղերին ու լույսին։ Այն թափառական պանդուխտն եմ ես, որը տուն է շինել և կորցրել աշխարհի բոլոր երկրներում և այստեղ։ Մասիս ստորոտում կառուցում է իր հավերժ կանգուն տունը։ Սփյուռքի այն հայն եմ ես, որին տառապանքը սովորեցրել է հարատևելու և հայ մնալու գաղտնիքը, որն այսօր պանդուխտ է, իսկ վաղը նոր Հայաստանի քաղաքացի։ Այն քիննականն եմ ես, որ էլեկտրոն է սանձում, ատոմից լույս կանում և մետաքսեն ու թելեր հանում, նույնիսկ հայոց բիրտ քարերից։ Այն աշակերտ է, որը այսօր 1600 տարի ճամփորդելուց հետո ասել եմ ես ստորում ասել ստեղծած տարերը։ Եվ վերջապես այն երեխաներից մեկն եմ ես, որը հենց նոր ծնվեց աշխարհով մեկ սփռված հայ օջախներից մեկում, և որը որ իրենից առաջ է եղել, արդեն իրենն է, և ինքն է այդ ամենի շարունակողը։ Եվ վերջապես, բայց ով ես դու ճամփորդ, ուր ես դու ճամփորդ, ով ես դու ճամփորդ, դեմքը ցույց տուր ճամփորդ։ Եվ որը երթը վերջ ու վախճանք չունի, քանի դար գետնի հայ ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո, Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես, որը դար ու դարեր պայքարել ու պայքարում է իր գոյության, ազատության և հարատև խաղաղության համար։ Ես կգամ երկիր, չեմ կարող չգալ, քանզի մինչևից քեզանից հեռու, քեզնով եմ ապրում, և արթնանում եմ ամեն լուսաբաց խաղաղության վեհ երազի կանչից։ Վերադարձի խոր հավատով ուժգին, քանզի արցունքոտ իմ աչքերի մեջ վրեժն է խոսում աղոթքի լեզվով։ Ես գիտեմ երկիր, որ լեռներում քո, ձորերում ձգված կածաններում կեռ, երազներում քո կարոտաշրջը, իմ երազանքն է թափառում բովիկ։ Ես կգամ երկիր, չեմ կարող չգալ, քանզի մինչևից քեզանից հեռու իմ ամեն երգը քո անունն ունի, և ամեն միտող հավատ է անում։ Ես կգամ երկիր, կգամ ու կանցնեմ փողոցներով մոտ, կգտնեմ նորից կապոտ աղջկան, խաղաղությանը, որ կորցրել եմ գաղթի սև ճամփին։ Ես կգամ երկիր, չեմ կարող չգալ, քանզի այրունս քո գույն ունի, քանզի քո հավեր փրատակներում մանկությունս է թափառում այնտեղ, և ապագաս է քո ժառափոխերում ծիլ տարիս նորից, կգամ որպես քո ապերախտ որդի, ում համար ամեն իրիկնամուտին, աղոթք ես կարծում և մոմ ես վառում արցուն կրդայթիդ։ Ծիածանի ես նմանվել երկիր, որին ես հասնել չեմ կարողանում, ու շուրթերին քո լեռնակոպիտ բարբարն է վառվում, ինչպես նայերյան քո համը անուշ, ու քանի դեռ դու ապրում ես իմ մեջ, ես հավատում եմ իմ վերադարձին։
Արարատ լերան տնապատ սրտից, հնչում է մի ձայն տարերի խորքից, Մասիսի ծոցում մի սիրտ պապախում, զարկում է անվերջ, հայազն է կանչում։ Դարձեք ով հայեր, ողջ Հայաստանի, ես իմ տապանն եմ կանչում բոլորիդ, այսօր ներս մտեք իմ եկեղեցին, դարձեք ողջ ազգով ժամն է մոտիկ։ Արարատ լեռան կարոտած սրտից, հայոց աշխարհն է թրջում աղավնի, ավետի սրտում զիթենի կծին, խաղաղություն քեզ ասելու հային։ Դարձիր ազգս հայոց, ես քեզ կդառնամ, մեղքեր կներեմ, վերքեր կբուժեմ, ես քեզ կսիրեմ միշտ եւ ավիտյան, ես քո Աստվածն եմ, իմն ես Հայաստան։ Դարձիր ազգս հայ, դարձիր անվարան, արյուն, ջարդ, աղետ, պիտի վերջանան, ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան, դարձիր քեզ կտամ խաղաղ Հայաստան։ Արարատ լեռան թաղանչոտ սրտից, հայոց աշխարհ է թրջում աղավնին, կանգնած թակում եմ դուռը քո սրտի, հայոց աշխարհն է նոր իջևաննի։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղիցի անունը քո, եկես ցեր քոյությունը քո, եղիցին կամքը քո, որպես երկինս եւ երկրից, զհաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ վարտից մեջ, որպես եւ մենք թողում մերուց պարտապանած, եւ մի տանից մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, քո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Հայաստանի
միջոցառումը ընտրանի էր, երկրորդից 6-րդ դասարանների աշակերտներն էին։ Եկեք ծափահարենք նրանց ուսուցիչներին և ծնողներին։ Հայաստանի ու հայրենիքի մասին շատ բան կա ասելու, բայց երևի քանի որ մենք էլ շատ հուզված ենք, այսօր կփորձեմ ձեզ հետ խոսել Մուշեղ իշխանի բառերով։ Ես ուղղակի այս բանաստեղծությունը շատ եմ սիրում, ուզում եմ որ դուք էլ լսեք եւ սրանով ավարտենք մեր այսօրվա երեկոն։ Երկիր հնամյա, երկիր հնամյա, երկիր հայրենի, ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին քո հավերժական հմայքը չունեն, լեռներից այն կողմ ամպերից անտին։ Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ, անհունության մեջ միջոցին թափուր, ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն։ Դու առաջին սեր և վերջին կարոտ, հուշերի նավակ ուրախ ու ցավոտ, շրթերիս վրա կմնաս միշտ դու, մայրական համբույր, իմ կարոտ տխուր։ Երկիր հնամյա, երկիր պապենի, քո ոգուց շաղված լեզու մայրենի, քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ, ինչ եմ առանց քեզ, միայն Անտոնի, անպամած ձմեր թե պայծառ գարուն, արցունքի հովիտ կամ դրախտավայր, ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, ես քեզնով կապրեմ, հայրենի տուն, շնորհակալ։ Ես էլ եմ միանում Աննա Արսենյանի մաղթանքների և ասում ձեզ սիրելի ծնողներ, շնորհակալություն ձեզ, այս հայապահպան գործում մեզ աջակցելու համար։ Շնորհակալություն, որ ձեր երեխաների կրթությունը վստահում եք մեզ։ Շնորհակալ եք ամեն ինչի համար, և տնօրինությանը, և ձեզ, եթե կարող եք, նորից կրկնվում եմ ամեն անգամ, անպայման բերեք։ Անպայման բերեք, որովհետև յուրաքանչյուր օր, երբ որ առնչվում ես իրենց հետ, զգում ես, որ շատերը օտարն ավելի օտարի, ինչպես կարելի ասել, արքն ու բարքը ավելի հարազատ են դարձնում իրենց։ Բերեք, որպեսզի չկտրվեք մեր հայկական արմատներից։ Բերեք, որպեսզի մեր հայ ընտանիքները լինեն ամուր, որտեղ գնահատված է հայ մայրը, ընտանիքում գնահատված է կինը։ Ձեր օրինակով ձեր երեխաները պետք է սովորեն և իրենք էլ պետք է շարունակեն այդ ավանդությունը։ Շնորհակալություն, որ վստահում եք և եթե կարող եք, նոր ուսումնական տարին նորից սկսեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն երեխաներ գեղեցիկ ելույթի համար, շատ ապրեք։ Մի քիչ մեզ շատ ջղայնացրել եք ընթացքում պարապմունքների ժամանակ, բայց վերջում ձեզ արտարացրեցիք, շատ ապրեք։ Շնորհակալություն ընկեր Աննային, ընկեր Հայկուշին, շնորհակալություն մեր պարի ուսուցչուհի Գոհարին, շնորհակալություն մեր աղջիկներին, որ հետևում ամբողջ էկրանը ղեկավարում էին Ստելային և Մանեին, նաև շնորհակալություն Զավենին, բոլորը ամբողջ ազգնակազմին, բոլորը մասնակցություն ունեն այս միջոցառմանը, շնորհակալություն ձեզ, որ այստեղ եք, շնորհակալություն, որ ձեր երեխաներին մեզ վստահել եք, շնորհակալություն, որ օտար երկրում պահում եք ձեր հավատքը առաջին հերթին չկորցնեք ձեր կիրն ու գրականությունը։ Այս խառը երկրում, այս խառը ցայների տակ տեղ-տեղեր պատերազմներ, երկրաշարժեր, ջրեղներ, ինչ արավետներ ասես որ կատարվում են, մեր Տերն է, որ մեր փրկիչն է, որ մեզ պահում է թե Հայաստանում, թե այստեղ։ Չկորցնեք ձեր հավատքը, ձեր կիրն ու գրականությունը։ Եվ նաև հիշեցնեմ, որ ես ծնողների բաժնում փոստարել եմ արդեն, հիշեցնեմ, որ արձանագրությունը, ռեգիստրացիան բաց է արդեն և սամր ամառային ծրագրի համար և մյուս ուսումնական տարվա համար իշքան շուտ գրանցվեք, ենքան մենք ավելի հեշտությամբ կարողանանք մեր դասաբաշխումը կատարել։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիդ։ Շատ ուրախ եմ ձեզ կրկին տեսնել այստեղ, ամեն անգամ հավաքվելուց հոգու մեծ բավարարվածություն ենք ստանում, խոսում եմ նաև որպես ծնող ձեր անունից։ Շատ ուրախ եմ ևս մեկ անգամ այս հնարավորությունը ընձեռելու համար և շատ կարևոր տոր ունենք վաղը, շնորհավորում եմ բոլոր մեր մայրերին, ցանկանում եմ, որ ձեր համբերությունն ուժը հարատև լինի։ Բոլորդ սուրբ գործ ունեք, Աստծոց տված սուրբ գործ ունեք, ձեր զավակներին մեծացնելու և իրենց նպատակին հասնելու։
Եվ ամենամեծ կարծում եմ ձեր նվերը այն է, որ ձեր զավակներ իրենց մայրենի լեզվով, մայրենի տոնը կշնորհավորեն ձեզ։ Հարատև երջանիկ եղեք, շնորհավորում եմ բոլորին։ Երկիր հնամյա երկիր հայրանի